քաղաքացիների գալը տվյալ իրավիճակում չի լար իրավիճակը։ Կներեք, հիմա մենք քաղաքացի չենք այստեղ։ Դե ավելի շատ ազատության Հիմա եթե ավելի շատ մարդ կա, մենք պետք է մարդկանց ասենք չկան, եթե մարդիկ վերաբերմունք ունեն արտահայտելու, մարդիկ պետք է իրենց վերաբերմունքը արտահայտեն այս իրավիճակի վերաբերյալ։ Հիմա դա կանեն այստեղ 50 մետր են կողմ, թե 100 մետր են կողմ։ Ինձ համար ամենավատ բանը դա անտարբերությունն է ընդհանրապես, որ այսօր մեր երկրում նկատվում է։ Դուք հասկանում եք, որ այստեղ պոտենցիալ սպառնալիք է կուտակված մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության համար։ Եթե մենք այստեղի ճիշտ լուծումներ չգտնենք, այն ժամանակ էլ չի ասվում էր դե մարտի 1-ն է, սպանությունները կկոծկենք, մարդկանց բանտերը կլցնենք, մի քանի տարի կպահենք, այս կանենք, Շանթ Հարությունյանին կդատենք, ես այսօր Աշոտ Կարապետյանին Ազատության հրապարակում ասացի, երբ որ ասացի այդ բերման ենթարկվածների կապված ինչ պրոցեդուրա, ասեց վարչական իրավախախտման ակտ պետք է կազմի, ասացի, բայց դուք չտեսաք գոնե սա, որ այդ մոտեցումը, որ այ բռնենք, տանենք, տուգանենք, մի մասին բաց թողենք, մյուս մասի դեմ քրեական գործ հարուցենք, շինծուկի, սա շինծուկի շատ ճշմարիտ։ Այսօր Շանթ Հարությունյանն շատ ճիշտ բան էր ասում էր, եթե մարդուն տոնածառ տեղադրելու կամ իմիտացնելու համար կարելի է դատել այս երկրում, իսկ մարդասպանության համար չդատել։ Այսինքն դեզի մարդիկ, ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է դիրքորոշում արտահայտել։ Այո, դիրքորոշ, եթե որևէ մեկը մտածում է, որ ինքը պետք է գա այստեղ իր դիրքորոշումը արտահայտել, ես իրեն չեմ կարող ասել, ոչ դու գնա, ենթադրենք 4-րդ մասին։ Երեք դուք տեսաք ինչ է կատարվում։ Այդպիսի բան տեղի է ունենում ամենախունտայացված երկրներ, մարդկանց հավաքեն տանեն լցնեն զորամասը։ Այդ չի մտահոգում, դες ինչ նշանակում 100-150 հոգու տանեն լցնեն զորամասը։ Այդ զորամասը մարդ բերման ենթարկելու տեղ է։ 20 տարի, 15 տարի խոսում են դատա իրավական բարեփոխումների մասին։ Այսօր Եվրամիության պատվիրակության ղեկավարի հետ էի ես հանդիպում քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում, մենք այդ թեմային էլ միլիոնավոր դոլարներ են ծախսվել դատա իրավական, չգիտեմ ինչ բարեփոխումների համար։ Բանի ոստիկանության գծով, արտահայտության նախարարության գծով մարդկանց հավաքում են տանում լցնում զորամասերը, բայց միլիոնավոր դոլարներ ինչի համար եք, օրենքի բարեփոխում, պրոցեդուրա, ինչի համար եք արել։ Բայց մարդիկ այս իրավիճակում հուսահատությունից ու տեսնում են ձեր լկտիություններ, որ դուք կարող եք մարդ սպանել եւ ասել, չէ, տեն չի եղել։ Ես էլ ասում եմ, դուք տեսել եք, բոլոր տականատես եք եղել ազգային ժողովի դահլիճից, ես իմ ելույթով առնվազն ցույց եմ տվել այն փաստերը, որոնք վկայում են Սուրիկ Խաչատրյանի կողմից կատարված հանցագործության մասին։ Կամ ԴԱՀԿ-ի նախկին պետը այդ միլիոնավոր դոլար, բայց այդ մարդիկ այդ ինֆորմացիան այդ մարդկանց մեջ կուտակվում է, չէ՞, այդ ինֆորմացիան որևէ ձևով պիտի դրսևորվի։ Հիմա եթե չկա քաղաքական դրսևորման ճանապարհը, դրսևորվելու է այս ձևով։ Հիմա ինչ են ուզում իշխանությունները։ Ուզում են այս տղաներին ոչնչացնեն ֆիզիկապես։ Այդ նոր մարդիկ են գալու։ Եթե ֆունդամենտալ խնդիրը լուծված չի, նոր մարդիկ են գալու։ Հիմա ուրեմն այս իրավիճակից պետք է գտնել հետևյալ ելքը։ Սա քաղաքական լուծում պահանջող իրավիճակ է։ Պետք է լինեն քաղաքական լուծումներ, քաղաքական տեսլական լուծման քաղաքական։ Դուք տեսնում եք մարդկանց, ովքեր առհասարակ ցանկություն ունեն, միգուցե անպիտան տարածք է ՊՊՑ գունդը եւ թող տենց էլ մնա։ Դե գիտեք, այս իրավիճակում ես դա նույնիսկ լավատեսական գնահատական կհամարեի։ Ցավոք սրտի ես նույնիսկ այդպես չեմ կարող։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ չի կարող այս իրավիճակը անվերջ շարունակվել։ Սա պետք է վերջ ունենա։ Եվ խնդիրն է այդ, որ այդ վերջը չլինի նոր ողբերգություն։ Սա ամենակարևորն է, չլինի նոր ողբերգություն, որովհետև դեռ մենք, այսպես ասած, տաքենք չենք զգում։ Արդեն տեղի ունեցածը շատ լուրջ եւ ծանր հետևանքներ է ունենալու մեր երկրի համար։ Բոլոր ոլորտներում հիմա ենթադրենք այն մարդիկ, ովքեր այսքան խոսում են զբոսաշրջություն եւ այլն, այն մարդիկ, որ լսում են այս իրավիճակի մասին, նրանք հո չեն մտածելու, որ Երևանում կարելի է հանգիստ քայլել եւ նրանք իրենց ընտանիքներին վերցնելու են գան Հայաստանում հանգստանալու։ Բայց մյուս կողմից կարդարացնի նվազ ցուցանիշները տնտեսության։ Ինչու եք միայն վատը տեսնում։
Այո, ճիշտ եք։ Извините, если можно, два слова по-русски. Դուք փաստորեն Հովիկ Աբրահամյանի տեսակետը կիսում եք, որ ես միշտ վատն եմ տեսնում։ Если